Գարեգին երկրորդի վերադարձը Հայաստան կեսգիշերին ուղեկցվեց Զվարթնոց օդանավակայանում նրա աջակիցների ծափահարություններով։ Վեհափառը, որը մի քանի օր բացակայում էր երկրից, վերադառնում է իշխանություն եկեղեցի լարվածության հերթական ալիքի ֆոնին։ Ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ արձես արհայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Վեհափառի վերադարձին ու նրա աջակիցների կողմից դիմավորմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է ստեղծել համակարգող խումբ, քննարկելու եկեղեցու առաջնորդի հրաժարականի պահանջները եւ նոր կաթողիկոսի ընտրության հարցը։ Վարչապետը պատրաստվում է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացածներից 10 հոգանոց խումբ ընտրել եւ նրանց օգնությամբ հասնել նոր վեհափառի ընտրությանը։ Գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ, իսկույնս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստուծո ողորմությամբ եւ օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հայաստանի իշխանությունների եւ առաքելական եկեղեցու հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Փաշինյանը ոչ թե քննադատեց Վիվարոյի ղեկավարի ազգականի հարսանիքը մարզահամերգային համալիրում, այլ հորդորեց ուշադիր լինել եկեղեցիներին, ասելով, թե դրանք չուլանացված են։ Իշխանությունների եւ եկեղեցու միջև հարաբերությունները Փաշինյանի իշխանության գալու առաջին շրջանում բարեկամական էին, սակայն 2020-ին 44-օրյա պատերազմից հետո եկեղեցին քննադատեց վարչապետին հրաժարական տալու պահանջների ֆոնին։ Իսկ հետո էլ 2024-ին եկեղեցու ներկայացուցիչը գլխավորեց վարչապետի հրաժարականը պահանջող շարժումը։ Իշխանություններն ի նշան բողոքի արդեն մի քանի տարի գրեթե չեն մասնակցում պատարակներին այն եկեղեցիներում, որտեղ վեհափառն են դրանք մատուցում։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է այսքան ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել։ Փաշինյանի այս հայտարարությունն արժանացավ հոգևորականների քննադատությանը, ի պատասխան նա հոգևորականներին առնչվող գրառումներ արեց։ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը իր հերթին առանց անուններ նշելու հոգևորականներին մեղադրեց այլասերվածության մեջ։ Արդեն օրեր անց Փաշինյանը կոչ արեց հեռացնել Գարեգին երկրորդին։ Վարչապետը պնդում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նաեւ շեշտում պետությունը պետք է մասնակից լինի վեհափառ հայրապետի ընտրություններին։ Հոգևորականները Փաշինյանի գրառումները որակեցին որպես զառանցանք, ինչպես նաեւ հերթական հարձակում եկեղեցու վրա։ Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում եւ ունեն հակաեկեղեցական, շեշտում եմ, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական եւ հոգեվոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ,
Ապա իբրև Մարմաշեն Հովության հոգևորովի Մարմաշեն վանքի վանահայրի պաշտոնե հայտարարում եմ զգուշացնում։ Իմ հովության տարածքում գտնվող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որովհետև նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ եւ թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։ Հիմա թող այս ասածները իբրև աղ անեն իրենց ականջներին, մինչև չդասի արակվեն եւ կարգի ու չափի չգան, չափ աշխարեն ու զղջումով խոնարհաբար ներողություն խնդրելով չգան Աստծո դուր։ Մարմարաշենի վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Պետրոսյանը կրկնում է Փաշինյանի հայտարարություններից հետո արված իր ֆեյսբուքյան գրառումը, որը տեսնելուց հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ հաղորդավար Գներ Սարգսյանը վանական համալիրում պարզաբանումներ էր պահանջել Փաշինյանին քննադատած հոգևորականից, ինչից հետո քաշքշուկ էր սկսվել։ Դու ոնց կարաս իմ մորը դուր շպրտես, որովհետև նա լրատվամիջոց տենց մեկնաբանել, ոնց կարաս։ Լսի, քո մորը ոչ ոք չի դու շպրտել։ Այս հրապարակումը նաև դրա մասին է։ Լսի, Դրա մասին է։ Հայ առաքելական եկեղեցու առաջի պաշտպանը ես եմ ու եկեղեցին որպես շինություն պատկանում է նախ եւ առաջ ինձ։ Դուք էստեղ ծառ ինձ է պատկանում։ Եկեղեցին իմ իշխանության տակ է, ես եմ տերն ու տիրակալի եկեղեցին, Ինչի տերն ու տիրակալը։ Ես եմ տերն ու տիրակալը, որտեղ օցիալ հոգեվորական, որ Աստծուց օծված ինձ կկասում են որևէ արտիքի վրա։ Իմ պետության մեջ կադաստրի թղթերը։ Դու լսի։ Կադաստրի թղթերը բեր։ Հիմա կադաստրի թղթերը կադաստրի։ Ո՞նց կարաս պետության մեջ դու թղթ ունենաս։ Հայկեզի կադաստրի թուղթը բեր տենամալը։ Տնա որտեղից է սովորել։ Այ լավ եմ անում, որովհետև դու հրապարակային շատ ծնունդի հայտարարություն ես արել։ Մայրաթորը նախորդ շաբաթ ի վերջո խախտեց օրերի լռությունը եւ դատապարտեց հակաեկեղեցական արշավը, կոչ անելով կասեցնել Փաշինյանի մեջբերում ենք անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Քաղաքական ու հասարակական ուժերը եկեղեցու դեմ արշավը կապեցին կաթողիկոսի առաջարկով եւ նրա մասնակցությամբ Շվեյցարիայում Արցախի հայկական ժառանգությանը նվիրված միջազգային համաժողովի հետ, որտեղ նա խոսել էր նաեւ Արցախի բռնազավթման մասին։ Թեմա, որը ըստ գնահատականների չի տեղավորվում Հայաստանի իշխանության քաղաքական գծի մեջ։ Եթե չեմ սխալվում, մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, երեք կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, արեց մի գրառում, որը գիտեք, մենք որ կարդացել ենք դա հələ ոչինչ։ Բայց ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան քաղաքացիական պայմանագրի падգամավորները։ Ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր անում են հիմա ամեն ինչ, որպեսզի ինքը մնա իշխանության։ Ուժայինները, իրավապահ համակարգը, կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրա տակ մտնել պատրաստ են։ Իշխող ուժը մինչդեռ ոչ միայն աջակցում է իր առաջնորդին, այլև խնդիր չի տեսնում երկրի ղեկավարի բառապաշարի մեջ։ Իշխանությունները կարծում են վարչապետի հարցադրումները առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ։ Այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք։ Քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաև նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ ուրեմն եկեղեցականներին։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովն իշխանությունների կողմից կաթողիկոսի հետ բաց հակամարտության մեջ մտնելու երկու արտաքին ու ներքաղաքական պատճառ է տեսնում։
Հասկանալի է, որ եկեղեցու դիրքորոշումը Արցախի հետ որոշակի լարվածություն Ադրբեջանի կողմից առաջացնում է, որովհետև իրանք դա դեկլարանում են որպես շարունակություն Հայաստանի կողմից ինչ-որ այդ ուղղությամբ քայլերի օրակարգի։ Դրա համար ես եմ բացառում, որ Փաշինյանը այս ակտիվությունով եկեղեցու դեմ ինչ-որ ցուցակալ է Ադրբեջանին, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ քայլեր են ոնց որ զրդարկում այդ ուղղությամբ։ Հիմիկվա այս ալիքը ես կարծում կապված է նրա հետ, որ ակտիվությունը, որը սկսեց արդեն պետությունները, այս դեպքում կապված է նախ դրա հետ, որ Փաշինյանը ինքնուրույն ձգտում է ընդհանրապես ստեղծել իրավիճակ, երբ որ ինքը կոնֆլիկտի մեջ է նախկին իշխանությունների հետ, հակադրում նախավերի հետ, ու հենց այստեղ այդ տրամաբանությունը փորձա այդտեղից ինչ-որ ավերապնդել ներքաղաքական դիրքերը, այդ օրակարգը շատ հարմար է իշխանությունների համար, այսինքն հիմա փաստացի ինքը պարտադրում է այդ եկեղեցու հետ կոնֆլիկտը, ու արդեն ընդդիմությունը որ նայեք ինքը կետողնացած է դրա շուրջի մա, դա թողելով քննադատությունը կամ ինչ-որ ակտիվությունը ուրիշ ոլորտների հետ կապված, այն զախողումները, որ իշխանությունն ունի սոցիալական, տնտեսական ոլորտում։ Իսկ ինչ են այս ամենի մասին մտածում քաղաքացիները։ Armenia Today-ը հետաքրքրվել է նրանցից։ Քաղաքացիների մի մասը բացասական է գնահատել Փաշինյանի հայտարարությունները, ոմանք էլ կիսել են նրա կարծիքը։ Իմ տեսածից որ վերցնեմ համաձայն չեմ, ես չեմ տեսել Չուլանի նման եկեղեցի։ Ինքը նկատի ուներ ընկերուհի ջան։ Աղբ են թափում եկեղեցիներում։ Հավատն է որ մարդուն հզոր ասա։ Վարշավետ այդ իրավունքները ինքը չունի տալու։ Ալիևի Էրդողանի աչքին ուզում է բարձրանա։ Ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու քաղաքացիները Փաշինյանի հայտարարություններից հետո ակցիաներ են իրականացրել կառավարության դիմաց, էջմիածնին կոչ անելով նզովել Փաշինյանին։ Իրեն իրավունք է վերապահում ցիտելու Սուրբ Գիրքը։ Միակ սուրբ տեքստը, որ ինքը այսօր պիտի անընդհատ ցիտի, դա ապաշխարության աղոթքն է։ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ուր հոգևորականի քեռակնոջ մասին Փաշինյանի հայտնի գրառման առնչությամբ վարույթ են հարուցել։ Մինչ իշխանություն եկեղեցի լարվածությունը խորանում է, վարչապետը շարունակում է Աստվածաշնչին հղումներով ուղեկցվող իր հրապարակումները, սրելով արդեն բորբոքված գրքերը։ Նույն իշխանությունը, որը նախկինում քննադատել էր եկեղեցու միջամտությունը քաղաքականությանը, այժմ նախաձեռնում է նրա առաջնորդի փոփոխությունը։ Աննա Բադալյան, Դմիտրի Անտոնով, Armenia Today։